Բարև ձեզ։ Տեսնեսով կամ արձակվի հայտարարել։ Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը դնում է խաղաղության պայմանագիրը, թե ապաշրջափակումը։ Խաղաղության պայմանագիր կնքելու մասին ոչ Բաքուն, ոչ Երևանը, ոչ էլ Թրամփը չեն խոսում։ Ավելին, Բաքուն վերհիշել է արևմտյան Ադրբեջան կուպլետը։ Փոխարենն ակտիվ է ապաշրջափակման քարոզչությունը։ Ղազախական ուղղությանը միանում է ռուսականը։ Հաստատելով Մոսկվա-Բաքու սրացման շրջանային կարծիքը, որ անհնար է կանգնեցնել Ադրբեջան-Ռուսաստան առևտուրը։ Այդ բառի ամենալայն իմաստով, որովհետև այդ առևտրում դրված է հատուկ ծառայությունների գծած սահմանը, որի հատելը, ինչպես գիտեք, հղի է ինքնահոշոտման անդառնալի պրոցեսով։ Ադրբեջանում Ռամիս Մեհդիևի գործն երևի հենց այդ հողի վրա է բացվել, եւ եթե ճիշտ են մոնոլիթ համարվող կլանի ներսում կոմպրոմատների պատերազմի մասին տեղեկությունները, ուրեմն Ալիև-Մեհդիև սցենարում սպասեք հետագա սրացումների։ Չի բացառվում Միլի Մեջլիսը ցրելու սպառնալիքով, որտեղ Մեհդիևն ասում են 2 տասնյակից ավելի падգամավոր ունի։ Այս սցենարը կապ ունի Ադրբեջանի արտաքին օրակարգի հետ։ Իհարկե, եւ հատկապես կապ ունի Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան եռանկյունին պահպանելու հետ։ Որովհետև մինչև հիմա Հայաստանի դեմ ագրեսիան կամ ագրեսիայի սպառնալիքը ծառայել են բացառապես Ալիևի իշխանության գոյատևմանը։ Անհավանական է հնչում, բայց Մոսկվայի մարդ համարվող Մեհդիևի հակաալիևյան հոսանքը կարող է լինել հենց այդ սպառնալիքի նոր պատվիրատուն, ցնցել Ադրբեջանը, որ փլուզվի Կովկասի նոր աշխարհակարգը։ Այդ ժամանակ Աստված գիտի, որ ոտքի վրա կարթնանա Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցրած Թրամփը։ Եթե հիշում եք 2020-ին այդպիսի մի փլուզում արդեն եղել է։ Հաջողություն։